Ձեր կարծիքով այս բոլոր ընտրախախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա որևէ կերպ, եւ երկրորդ հարցը բացի ընտրախախտումների վերաբերյալ քրեական հոդվածներ կառնվող այդ մասից, որ դիմել է դատախազություն, հնարավոր է, որ նաեւ որպես հետընտրական զարգացում կամ չգիտեմ ես համատեքստում նաեւ Արագանայի վարչապետի պաշտոնական էջում հայտնված այդ գրառմանը, որը որակեցիկ հակասահմանադրական։ Տեսեք, ես ուզում եմ, որ դուք հաշվի առնեք հետևյալը։ Այս փուլում, երբ որ մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնում, մենք գործում ենք իսկապես օրենքի սահմաններում, ինչպես եւ արդեն ես նշեցի նախորդ հարցին պատասխանելուց։ Այսինքն մենք այս փուլում չենք կարող իրականացնել որևէ գործողություն, որը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական, մեր դիտորդական առաքելությունը կավարտվի սրանից 7 օր հետո, դրանից հետո մենք կվերադառնանք ձեր հարցին եւ կմտածենք, թե կոնկրետ ինչ-որ գործողությունների հետ կապված, որոնք տեղի ունեցել են ընթացքում, արդյոք մենք ունենք որևէ այլ դիրքորոշում, բացի այն իրավականը, որ մենք արտահայտել ենք։ Հիմա ձեր հարցի առաջին մասի հետ կապված, կարող էին արդյոք սրանք ունենալ էական ազդեցություն։ Մեր տեսանկյունից, այն որ նախկին Խոյ համայնքում ընտրական մասնակցությունը էապես ավելի բարձր է եղել, եւ ընտրական արդյունքը էապես տարբեր է եղել Վաղաշապատ համայնքից, ցույց է տալիս, որ այո, տեսականորեն կարող են։ Բայց որպեսզի այդպիսի կարծիք մենք հիմնավորված արտահայտենք, մեզ լիացի ժամանակապետք վերլուծություն կատարելու եւ փորձելու հասկանալ ընտրախախտումների, ասենք օրինակ, տոկոսային բնույթը։ Հասկանում եք, օրինակ, եթե ինչ-որտեղ քվեարկել է 500 ընտրող, եւ մենք ունենք 50 կամ ավել, ենթադրենք ընտրախախտում, ապա պատասխանը իհարկե դրական է։ Եթե ունենք 1 ընտրախախտում, ապա պատասխանը ավելի շուտ բացասական է։ Ուստի այս պահին ինտուիտիվ կարծում ենք, որ այո, կարող են ունենալ, բայց որպեսզի վերջնական պատասխան տանք, պետք է լիացուցիչ վերլուծություն կատարենք։ Եվ ընտրություններից հետո իշխանությունները շնորհավորում են վաղաշաբացիներին եւ միմյանց ժողովրդավարական զատահանգախ ընտրությունների կապակցությամբ Մեր տեսակետը արդեն հայտարարեցինք, որ այս ընտրությունները թեև արտաքուստ ազատ են, բայց տեղի ունեցել ընտրողների կամքի նկատմամբ համատարած ներգործության պայմաններում, ներառյալ նաեւ չթույլատրված օրենքով չթույլատրված միջոցներով։ Ուստի նրանց անվանել ժողովրդավարական մեր մասած շատ մեծ երևակայություն է պետք։ Քարոզարշավի վերջին օր ազգային ժողովի նախագահը այդ CVT-ին ճիշտ արդյունքում չի արել, ասել է ինչ-որ ՀԿ-ը տեղադրել այս արդյունքները, բայց ասել է ինձ բավարարում են այս արդյունքները, որով իրենց տեխնոլոգիան ավելի առաջատար է։ Կարծում եք սա էլ է ավելի ինչ-որ ազդեցություն ինչ-որ ունեցել Վաղաշապատին։ Այո, անշուշտ, իհարկե հենց մեր ներկայացրեցինք հենց այդ փաստը, հիմնականում սոցիոլոգիական հասման արդյունքները հրապարակվում են ազդելու համար ընտրությունների վերջնական ելքի վրա։ Եվ դա ավելի մեծ ազդեցություն է ունենում, ասենք, որովհետև մենք ինքներս ենք ուսումնասիրում նաև ընտրողների պահվածքը, ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան թե օրինակ 100 հատ պաստառ փակցված լինի ճանապարհի վրա։ Եվ դա բացի ազդեցություն ունենալուց նաև որոշակի ուղղորդում է իր մեջ պարունակում, որովհետև դա պատահական մեկը չի ասում, այլ ասում է այնպիսի մարդ, որը էական ազդեցություն ունի նաև քաղաքական մակարդակում որոշումների կայացման վրա։ Ես մի հատ հավելում կատարեմ, տեսեք, դիցուկ պատկերացրեք, դուք աջակցում եք մի քաղաքական ուժի, որը այդ հաղորդագրության մեջ իրան ասում են, որ այդ ուժը ստանալու է ընդամենը 2% ձայն։ Այսինքն շեմը չի հաղթահարելու։ Մեծ հավանականությամբ, եթե դուք ընտրող եք, դուք այդ ինֆորմացիան ստանալուց հետո կարող եք մտածել հետևյալ կերպ, եթե միևնույն է, ինքը չի ստանալու այդ շեմը, ես ավելի լավ ընտրության չգնամ։ Եվ կարող է արդյունքում դուք չգնաք ընտրության, եւ այդ ուժն էլ չստանա այդ ձայները եւ արդյունքում չանցնի շեմը։ Եվ վերջում էլ այդ հայտարարողը ասի, տեսեք, ասում ենք, այդ ուժը չի անցնելու շեմը։ Հասկանում եք։ Այսինքն սա այն կլասիկ դասական մանիպուլյացիան է, որի միջոցով մարդիկ փորձում են, ասենք, ընտրական մասնակցություն կառավարել։ Դրա համար մեր ընտրական օրենսգիրքը դա արգելում է։ Դրա համար ընտրական օրենսգիրքը հստակ պայմաններ է դնում 22-րդ հոդվածը, որ ասում է, եթե սոցիոլոգիական արծման արդյունքներ եք հրապարակում, հստակ ասեք, երբ արվել, ինչ մեթոդոլոգիայով, ինչ ընտրանքով, քանի ընտրող է մասնակցել եւ այլն եւ այլն։ Բնականաբար այդ ամեն ինչ չկա։ Ուստի մենք իմիջած այդ նույն CV-ը դարել է եւ Գյումրիում եւ Փարաքարում եւ հիմա այլ Վաղաշապատում նույն տեխնոլոգիան մանիպուլյացիա իրականացնելու։ Իդեպ ամեն անգամ ընտրությունների արդյունքները բնականաբար տարբերվում է, նրանից ինչ որ իրանք հրապարակում են եւ բնականաբար իրանց տեխնացիոն ամեն անգամ ստացել է ավելի քիչ ձայն, քան թե իրանք հրապարակել են։ Իսկ դրա նպատակը եղել է հանրության աչքերում սեփական տեխնացուի
վարկանիշը արհեստականորեն բարձրացնել է։ Եվ նորից եմ ասում, մենք հորդորել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տվյալ հարցը մետամուտներ, որտեղ կա 22-րդ հոդվածի խախտում բացվեց ընտրական օրենսգրքի։